Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը գրառում է արել X-ի միկրոբլոգում, որում ընդգծել է Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Մեջբերենք իր խոսքը. Այս շաբաթ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության խորհրդական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ։ Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ քայլ են կատարել եւ համաձայնել են խաղաղության պայմանագիր կնքել։ Ես ասացի նրան, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղ համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն ու բարգավաճում կբերի աշխարհին, եւ մենք չենք դադարի աշխատել մինչեւ դա տեղի ունենա, գրել է Մայք Ուոլցը։ Իսկ հա սոցիալական մեդիայում տարածվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում իբր վարչապետը խոսում է թուրքերեն։ Ինստագրամում տարածվում է տեսանյութ, որի դիտումների քանակը ավելին է, քան 750,000-ը։ Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցներին հրապարակվել էր մարտի 13-ին։ Հարցազրույցի ընթացքում, սակայն, Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանել է բացառապես հայերենով։ Փաստերի ստուգման հարթակը հատուկ գործիքի միջոցով պարզել է, որ սոցցանցերում տարածվող կարճ տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող թուրքերեն խոսքը, որում Փաշինյանը կարևորում է հայ-թուրքական երկխոսությունը, գեներացվել է արհեստական բանականության միջոցով եւ հանդիսանում է փաստացի, այսպես կոչված deep fake։ Այս պարագայում Փաշինյանի խոսքի արտաբերման ու շուրթերի շարժման ճշգրտությամբ հնչող թուրքերեն խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի արտաբերել եւ ընդհանրապես Փաշինյանը իր քաղաքական գործունեության ընթացքում երբևէ թուրքերենով հարցազրույց չի տվել, նշված է FIP հաղորդագրության մեջ։ Այսօր լրագրողների հարցերին է պատասխանել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ռուսաստանի հետ հարաբերությունները հաշվի առնելով պետք է ասեմ, որ Հայաստանը ինչպես վերջին տարիների ընթացքում, այնպես էլ հիմա ինքնուրույն է որոշում, թե ում հետ, երբ եւ ինչ ձևով խոսի։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հեռախոսազանգին։ Նա հիշեցրել է, որ վարչապետը հեռախոսազանգեր է ունեցել նաեւ Ֆրանսիայի եւ Իրանի նախագահների հետ, իսկ թե ինչ են խոսել երկու երկրների ղեկավարները, Սիմոնյանը նշեց, որ դա պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է։ Վարչապետը զրուցել է նաեւ Ֆրանսիայի նախագահի հետ, վարչապետը զրուցել է նաեւ Իրանի նախագահի հետ։ Դե ես ուզում եմ ասել, որ որևիցե ինտրիգ փնտրել են բանի մեջ, որ առաջինը Ռուսաստան կարող առաջինը Իրանն լիներ կամ Ֆրանսիան լիներ կամ չգիտեմ որևիցե այլ երկիրն է, որևիցե մեր հարաբերությունները հաշվի առնելով Ռուսաստանի մենք հաշվետվություն եք ներկայացնում։ Ուրեմն Ռուսաստանի հետ հարաբերությունները հաշվի առնելով պետք է ասեմ, որ Հայաստանը ոնց վերջին մի քանի տարիների ընթացքում այնպես էլ հիմա գործում է որպես ինքնիշխան պետություն եւ ինքնուրույն է կայացնում որոշումները եւ ինքնուրույն է որոշում թե ում հետ երբ ինչ ձևով խոսա։ Իսկ ինչ է խոսացել հաղորդագրության մեջ գրված է եւ ես զրույցի հետ ծանոթ եմ նույն բանը ինչ որ հաղորդագրության մեջ գրված է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծանոթ է խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստին։ Նրա խոսքով Հայաստանի համար որևիցե վտանգավոր կետ չկա դրանում։ Սիմոնյանը նշեց, որ տեքստը հրապարակվելու համար քննարկումներ են լինելու։ Հայաստանի համար որևիցե վտանգավոր տեղ չկա։ Ես դա ասում եմ բոլորի իլուր, որ բոլոր կետերը, ինչպես նաև վարչապետն է նշել, բոլոր կետերը երկկողմանի են։ Եթե ասում եք, որ վտանգավոր կետ կա, դա վտանգավոր է, մեկն է, թե ինչ-որ մեկը դա մեկնաբանի որպես վտանգավոր կետ, դա նույն հավասարաչափ վտանգավոր է Ադրբեջանի համար, որովհետև որևիցե բան դրա պատճառ, տեսեք, նախ եւ առաջ դրա մի մասը արդեն հայտնի է խոսակցությունների բան։ Երկրորդը, տեսեք, մենք գործ ունենք մի կողմի հետ, որին ժողովրդական լեզվով ասած ամեն տեղ պատճառապետք որևիցե բան հայտարարելու եւ ինչ որ ձևով խնդիրներ ստեղծելու։ Երբ որ ժամանակը եւ տրամաբանությունը կհասկանանք հրապարակելու եւ պահը կգա, բնական է կհրավեր։ Ես հասկանում եմ։ Լսեք, չէ, հարցը ինչ է Ադրբեջանը կհրապարակի նոր մեկ նախ դրա մեջ որևիցե մեկի, այսպես ասած, չիները չի ընկնում։ Հիմա ինչ որ մեկը պետք է համաձայներ, չէ՞, մի րոպե գոյություն ունի
բան չէ, որ մեկը պետք է ի վերջո այդ բան, որ տենց ուղարկում ենք իրենք, մեզ են ուղարկում ենք իրենց, ինչ որ մեկը պետք է ասի, լավ, այս փուլում լավ, համաձայն ենք այս բանում։ Մենք որոշեցինք, որ այն խնդիրները, որոնք որ կան, այն մտավախությունները, որոնք որ կան, մենք կարող ենք տարբեր ձևերով ապահովագրենք մեզ եւ լուծում գտանք, որ այո, լավ, այս պարագայում մենք կարող ենք sense լուծում գտնենք եւ այդ լուծումը գտանք եւ համաձայնեցինք։ Հիմա հրապարակման հետ կապված, դրա հետ կապված քննարկումներ կլինեն, միակողմանի մենք բան չենք ուզում անենք, որպեսզի եւս մեկ անգամ ցույց դնենք, որ Հայաստանը չի կրակում Ադրբեջանի վրա, որ Հայաստանը որևիցե տարածքային նկրտումներ չունի, որ Հայաստանը իր վստահությունը, որ ասում է զրոյին է մոտ, որ Հայաստանը վստահելի գործընկեր է միջազգային գործընկերների նաեւ համար, նաեւ մենք պետքա մեր միջազգային գործընկերների հետ ազնիվ եւ ուղիղ լինենք եւ ցույց տանք, որ մենք տենց ենք աշխատում, թե ինքը ինչ է անում, ինքը կարող է յուրաքանչյուր անկանխատեսելի քայլ անի, բայց մենք մեր տրամաբանությունը պետք է տանենք եւ այս հարցը ձեր օգտագործելով մի բան եմ ուզում ասեմ, էլի մենք այս վերջի տարիների ընթացքում կարողացել ենք նաեւ այս իրավիճակում օրակարգ ձևավորող եւ օրակարգի հետ համահունչ կողմ դառնալ, որը որ շատ դժվար էր մեծ պարտությունից հետո, բայց մենք դա հաջողել ենք։ Եվ շարունակելով թեման, Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Ադրբեջանի անհանգստություններին կապված Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության գործունեության հետ։ Խոսելով սահմանին երրորդ ուժի տեղակայումը բացառող դրույթի վերաբերյալ հնչող մտահոգությունների մասին առայն, որ պայմանագրի ստորագրումից եւ սահմանից Եվրոմիության դիտորդներին հեռացնելուց հետո Ադրբեջանը կարող է նոր հարձակում սկսել Հայաստանի դեմ, ազգային ժողովի նախագահը ասաց. Եկեք ֆիքսենք, որ եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրոմիության դիտորդները քաղաքացիական, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը, որովհետեւ այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի կողմանի մեջ, ուժի մեջ։ Երկրորդը, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, եվրոդիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը։ Ինչ տարբերություն։ Եթե փաստաթուղթ է ստորագրում, պայմանական գնում ես, չգիտեմ, Եվրոմիության ղեկավարների ներկայությամբ կամ չգիտեմ, ինչ որ երկրների նախագահների ներկայությամբ, վկայությամբ իդեպ տենց բան գոյություն ունի, տենց կարգավիճակ կա դիվանագիտության մեջ, որ ինչ որ երկրի ղեկավարներ կամ ղեկավար վկա է հանդիսանում, գնում ստորագրում ես եւ հետո հարձակվում ես Հայաստանի վրա, եթե դա ի վիճակի ես անելու եւ կարող ես քեզ ցույց տալ, եվրոդիտորդների վրա էլ կկարակեն, կհարձակվեն։ Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների եւ վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ եւ հույս են հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Եվ թեմայի շարունակությամբ Արաբական պետությունների լիգան ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը, այն համարելով անհրաժեշտ եւ կարեւոր քայլ երկու երկրների միջև հակամարտությունը դադարեցնելու եւ Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարությունը հաստատում է իր լիակատար աջակցությունը այս համաձայնագրին, որը սահմանում է վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու հիմքերը։ Հույս ենք հայտնում, որ կստորագրվի վերջնական եւ համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կկարգավորի երկու երկրների միջև բոլոր վիճահարույց խնդիրները, ասվում է տարածած հաղորդագրության մեջ։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը առաջին անգամ պաշտոնական այցեր կկատարի Հայաստան եւ Ադրբեջան։ Այս մասին հայտնում են Գերմանիայի նախագահի մամլոյցարայությունից, հավելելով, որ այցը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 2-ը, Շտայնմայերին կուղեկցի իր կինը։ Հայաստան այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շտայնմայերը կմասնակցի նաեւ մի շարք մշակութային միջոցառումների։ Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու նաև ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը։ Աշխատանքային այցով մարտի 18-ից Հայաստանում է գտնվելու Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ եւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը։ Ի թիվս պաշտոնական հանդիպումների ֆոն Ռասմուսենը մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ նախատեսված է նրա մամուլի ասուլիսը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ երեքշաբթի օրը մարտի 18-ին։ Նա ընդգծել է, որ մտադիր է Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել տարածքների հարցը։ Կարծում եմ մենք խոսենք տարածքների մասին, մենք խոսենք էլեկտրակայանների մասին, քանի որ դա մեծ հարց է, ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը հիշեցրել է, որ շատ հարցեր կողմերն արդեն քննարկել են։ Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով Միացյալ Նահանգները շփման մեջ է եվրոպական շահագրգիռ երկրների հետ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը, նաև մանրամասներ հայտնելով Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ օրերս տեղի ունեցած հանդիպումից։ Մենք քննարկումներ ենք անցկացնում Ուկրաինայի հետ, մենք քննարկումներ ենք անցկացնում Եվրոպայի բոլոր շահագրգիռ երկրների հետ։ Դրանք են Ֆրանսիան, Բրիտանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան եւ մյուսները, ասել է Ուիթքոֆը։ Նա նաև դրական է գնահատել մարտի 13-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը, որը տևել է 3-ից 4 ժամ։ Ուիթքոֆն ասել է, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի շփումների շրջանակներում քննարկվում են նաև Զապորոժիեի ատոմակայանին եւ Սև ծովի նավահանգիստների հասանելիությանը վերաբերող հարցերը։ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ եւ քննարկել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին եւ Սիրիայում կայունության վերականգնման ուղղված ջանքերը, հայտնել են Էրդողանի գրասենյակից։ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը խոսել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները դադարեցնելու անհրաժեշտության մասին, ինչը ըստ թուրքական կողմի կնպաստի երկու երկրի պաշտպանական արդյունաբերության համագործակցության զարգացմանը։ Նախկինում Անկարայի կողմից ռուսական S-400 զինահրթիռային համալիրների գնումը հանգեցրել է ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանման եւ 2019 թվականին Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հեռացնելուն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոին։ Հիշեցնենք, որ Մատվիենկոն մարտի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մատվիենկոն Բաքվում քննարկումներ կանցկացնի երկու երկրների հարաբերությունների զարգացման շուրջ։ Ավելի ուշ Մատվիենկոն կժամանի Հայաստան։ Վատիկանը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հրապարակել է Ռոմի Ֆրանցիսկոս Պապի լուսանկարը։ Լուսանկարում Ֆրանցիսկոս Պապը կրում է պահքի պատարագի զգեստներ նստած հիվանդանոցի մատուռի զոհասեղանի դիմաց։ Ավելի վաղ Ռոմի հիվանդանոցում գտնվող Ռոմի Պապ Ֆրանցիսկոսը իր ուղերձում ասել էր, որ այժմ փորձության շրջան է անցնում, ինչպես եւ մյուս հիվանդները։ Հայաստանի նոր սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը չվտանգող։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, հավելելով, որ խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող սահմանադրության մասին է խոսքը։ Նաև վարչապետի կողմից այս հարցը բարձրաձայնվել է, խոսվել է բնակչության եւ իրավական կարգավորումների, նաև սահմանադրության միջև այդ ճեղքի մասին, եւ ասվածը հիմնավորվել է ոչ թե նրանով, որ այս պահին մենք ունենք ոչ լեգիտիմ սահմանադրություն, այլ հիմնավորվել է նրանով, որ համապատասխան պայմաններ չեն եղել, որպեսզի լեգիտիմ միջավայրում ընտրություններ կազմակերպվեն, որ քաղաքացի սահմանադրություն այդ կապը արմատավորվի, հիմնավորվի։ Խնդրում եմ այս համատեքստով առաջնորդվենք, որովհետև այլ համատեքստ ուղղակի առկա չէ։ Մենք այսօր ունենք գործող սահմանադրություն, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ մենք ուզում ենք ունենալ ավելի լավ սահմանադրություն, որը կբալանսավորի իշխանության բոլոր թևերի միջև շահերը, իրավունքները եւ նաեւ լիազորությունները։ Մենք ուզում ենք ունենալ սահմանադրություն, որը ավելի լավը կլինի իշխանության թևերի զսպման եւ հավասարակշռման մեխանիզմների համատեքստում, ուզում ենք ունենալ սահմանադրություն, որը ավելի ամուր կապ կապահովի ժողովրդի եւ պետության միջև, դատական իշխանություն ենք ուզում, որ կազմավորվի գուցե եւ այլ եղանակներով, քան հիմա է կազմավորվում, որպեսզի ժողովրդի եւ դատական իշխանության միջև կապը ավելի ամրապնդվի եւ ուզում ենք ունենալ ամփոփելով միտքս լավ սահմանադրություն։
Ճապոնիան ողջունել է խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածած հայտարարությունը։ Երկու երկրների միջև հակամարտության վերջնական կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար։ Ճապոնիան հույս ունի, որ մոտ ժամանակներս կստորագրվի երկու կողմերի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագիրը ու տարածաշրջանի հետ կապված խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով եւ մշտական հիմունքներով, ասված է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Այս ամենի ֆոնին վերջին օրերին ադրբեջանական կողմը արդեն մի քանի անգամ է առանց որևէ փաստի մեղադրանքները հնչեցնում, թե իբր հայկական կողմը կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պարագայում, բայց այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ որևէ հիմնավորում։ Իդեպ Բաքվից պատասխանը չի ուշացել։ Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի վարչապետի գրասենյակի 2025 թվականի մարտի 18-ի հայտարարությունը, որը Ադրբեջանի նկատմամբ միանգամայն անհիմն հավակնությունների հետ մեկտեղ խեղաթյուրում է սահմանային շրջանում տեղի ունեցած իրողություններն ու գնդակոծության փաստերը։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով այսօր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը անդրադարձել է լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի ու բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներին։ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց գործառույթների իրականացման շրջանակներում զորամիավորումներում, տարբեր կայազորերում պարբերաբար հանդիպում քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն ենթատեքստ չունեն եւ բացառապես բանակային օրակարգի շրջանակներում են։ Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի եւ նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել են Համասի դեմ վճռական միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում։ Այդ մասին հաղորդում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Համասը մերժել է բոլոր առաջարկները, որոնք նա ստացել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթկոֆից եւ մյուս միջնորդներից։ Ինչպես պարզաբանել է Նեթանյահուի գրասենյակը, Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներն ուղղված են Համասի ռազմական եւ վարչական պոտենցիալի վերացմանը եւ պատանդների վերադարձին։ Իսրայելը նախորոք զգուշացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պաղեստինյան Համաս շարժման դեմ մարտական գործողությունները վերսկսելու պլանների մասին։ Մարտի 18-ի գիշերը Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից հետո զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 400-ը, վիրավորվել է ավելի քան 560 մարդ։ Իսրայելական զինվորականները գիշերը վերսկսել են հարվածները Գազայի հատվածում Համասի օբյեկտներին երկրի ղեկավարության հրահանգով։ Գազայի իշխանությունները նշում են, որ հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։ Սիրիան եւ Լիբանանը սիրիական բանակի եւ Հեզբոլլահի միջև բախումներից հետո համաձայնության են եկել երկու երկրների սահմանի երկայնքով հրադադար հաստատելու վերաբերյալ։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Լիբանանի պաշտպանության նախարարության հետ սահմանին կրակը դադարեցնելու մասին։ Իր հերթին Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան հեռախոսազրույց է ունեցել իր սիրիացի գործընկեր Մարհավ Աբու
Բասրայի հետ, քննարկելու երկու երկրների սահմանային զարգացումները։ Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները Լիբանանի բանակի հետախուզական վարչության եւ սիրիական հետախուզության միջև, կանխելու սահմանային իրավիճակի վատթարացումը եւ քաղաքացիական հնարավոր զոհերը։ Եվրամիությունը եւ գործընկերները 5.8 միլիարդ եվրո են հատկացնում Սիրիային եւ նրա հարևաններին, հայտարարել է Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Դա կօգնի Սիրիային վճռական անցումային շրջանում եւ կբավարարի հրատապ կարիքները տեղում։ Սա հնարավորություն է Սիրիայի ժողովրդի համար օգտագործելու առիթը եւ որոշել սեփական ճակատագիրը, գրել է Կայա Կալասը X-ի միկրոբլոգում։ Փարիզի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում գտնվող թատրոնի շենքերից մեկից վտարել է մի քանի 100 ներգաղթյալների, որոնք դեկտեմբերից զավթել են շենքը։ Ձախ կուսակցությունների ակտիվիստները եւ կողմնակիցները միջամտել են իրավապահների գործողություններին։ Եղել են բախումներ, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։ Ներգաղթյալներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է։ Քաղաքի կենտրոնում գտնվող թատրոնը արմատական ձախի համբավ ունի։ Այնտեղ հաճախ անցկացվում էին միգրացիոն խնդիրների վերաբերյալ ներկայացումներ եւ կոնֆերանսներ։ Թատրոնի ղեկավարությունը դեկտեմբերին ասել էր, որ ներգաղթյալներին դուրս շպրտելը անհավանական է, քանի որ դրսում շատ ցուրտ է։ Ի վերջո թատրոնը որոշ ժամանակով փակվել է, իսկ ներգաղթյալները չէին ցանկանում կամավոր հեռանալ։ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները, ինչպես նաև երկրների միջև հետախուզական տեղեկատվության փոխանակումը վերսկսվել է, ասել է Պենտագոնի խոսնակ Շոն Պարնելը։ Այս տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ռազմաօդային ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկիևիչը։ Վաշինգտոնը վերսկսել է ռազմական օգնության մատակարարումը Կիևին երկու երկրների պատվիրակությունների միջև մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններից հետո։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլցը նույն օրը ասել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարելու է Ռուբեն Ռուբինյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի մարտի 19-ից 22-ը ներառյալ ազգային ժողովի խոսնակի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Մարտի 19-ից 20-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Ծրագրված է Արարատ Միրզոյանի եւ Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մուարո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես են գալու մամուլի համար հայտարարություններով։ Նախատեսված են նաեւ այլ քննարկումներ։ Քաղավիացիան ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված աուդիտի արդյունքում արձանագրված 41 թերությունները շտկել է եւ կատարած աշխատանքների վերաբերյալ պաշտոնական հայտն արդեն ուղարկել է Եվրոմիությանը։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացնելով Հայաստանի ավիացիոն ոլորտի միջազգային ստանդարտների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները, նշել է, որ այս պահի դրությամբ 41 արձանագրված թերությունները արդեն շտկվել են եւ կատարված աշխատանքի մասին հայտը ուղարկվել է Եվրոպական միությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ավիացիան Եվրոմիության սև ցուցակում էր հայտնվել 2020 թվականի հունիս ամսից, ինչի հետևանքով արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը Եվրոմիության օդային տարածք։ Այս սահմանափակումը վերացնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ աշխատել են միջազգային ստանդարտներին համապատասխանելու նպատակով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ այսօր պլանավորում է հեռախոսազրույց անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ժամանակ կխոսվի այն համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահի զրույցի ընթացքում։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այսօր ես շփում կունենամ նախագահ Թրամփի հետ։ Մենք այսօր կքննարկենք հետագա քայլերի մանրամասները եւ ակնկալում եմ, որ ես նրանից կլսեմ Պուտինի հետ նրա զրույցի մանրամասները, ասել է Զելենսկին։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հայտարարել է, որ թագավորությունը եւ Եվրամիությունը բանակցություններ են վարում Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների արագացման շուրջ մինչեւ հնարավոր հրադադարը։ Նրա խոսքով մինչեւ մարտական գործողությունների հնարավոր դադարեցումը Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության տրամադրումը մարտի 18-ին քննարկվել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ, ինչպես նաեւ անցյալ շաբաթ Կանադայում 7-ի խմբի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև Սաուդյան Արաբիայում մարտի 23-ին բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի շուրջ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը։ Իհարկե անհրաժեշտ է, որպեսզի մենք մի քանի մանրամասներ մշակենք, քննարկումը կսկսվի կիրակի օրը Ջիդայում, ասել է Ուիթքոֆը։ ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակը նշել է, որ ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ-ն չի ցանկանում Ռուսաստանի եւ Չինաստանի հետագա մերձեցում, այլ ցանկանում է բարելավել հարաբերությունները երկու երկրների հետ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ չի ցանկանում, որպեսզի Ռուսաստանը եւ Չինաստանը միավորվեն։ Թրամփը նաեւ կարծում է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները բարեկամական են դարձել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարակ Օբամայի գործողությունների պատճառով։ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը կբարելավի հարաբերությունները երկու երկրների հետ եւ վստահություն է հայտնել, որ երկու երկրներն էլ ցանկանում են բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն ունի Չինաստանի հետ իր սեփական հարաբերությունները եւ բանակցությունները։ Եվրոպայի համար չափազանց կարևոր է առաջիկա 3-ից 5 տարում լիակատար ինքնաբավության անցնել պաշտպանության հարցերում։ Այդ կարծիքն է հայտնել Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Ես լիովին կողմ եմ Եվրոպայի վերազինմանը եւ ցանկանում եմ, որ մենք մեր առջև շատ հավակնոտ նպատակներ դնենք։ 3-ից 5 տարի անց մենք պետք է լիովին պատրաստ լինենք պաշտպանելու մեզ Եվրոպայում, հայտարարել է նա։ Դանիայի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Եվրամիության երկրներում վերազինումն ընթանում է ոչ բավականաչափ արագ։ Նրա խոսքով Եվրամիությունը դեռևս հետևում է խաղաղ ժամանակի մտածողությանը եւ անհրաժեշտ է հնարավորինս արագ փոխել եւ վերացնել որոշ խոչընդոտներ միավորման պաշտպանական ոլորտի ֆինանսավորման ավելացման ճանապարհին։ Գազայի հատվածում Իսրայելի կողմից պատերազմի վերսկսման երկրորդ օրն իսրայելական ռազմական օդանավերը շարունակել են ռմբակոծությունները Գազայի տարբեր շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 439-ի, կան հարյուրավոր վիրավորներ։ Միայն մարտի 19-ի լուսադեմին զոհվել է 14 մարդ։ Իսրայելական ուժերը ներխուժել են արևմտյան ափի Ռամալայից հյուսիս գտնվող Սիլվատ քաղաքը եւ խուզարկություններ կատարել մի քանի տներում։ Նրանք ներխուժել են նաեւ Սալֆիտ նահանգի Ֆարխագյուղ հարձակվել քաղաքացիների տների վրա, բռնության են ենթարկել բնակիչներին եւ կալանավորել ավելի քան 10 քաղաքացու։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգման գրասենյակը հայտնել է, որ Գազայի հատվածում մարտի 18-ի գիշերն Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 170 երեխա։ Տեղեկություններ կան այն մասին, որ մոտ 50,000 մարդ մասնակցել է Թել Ավիվում տեղի ունեցած հանրահավաքին, պահանջելով վերադառնալ բանակցություններին պատանդներին ազատ արձակելու նպատակով։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնաբանելով Գազայում տիրող իրավիճակը ասել է, որ սա դեռ միայն սկիզբն է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 19-ին ժամը երեկոյան 7-ից 7:10 ընկած հատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը միևնույն ժամանակ հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ դրա մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Իդեպ այս նախադասության վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Բայց բարեկամներ, ինչպես թե չի արձագանքել, եթե Այխան Հաջիզադեն հայտարարություն էր տարածել։ Ինչ է, դա արձագանք չէ։ Ես հիշեցնեմ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից պաշտոնապես հայտնում էին, որ մեջբերում եմ, Փաշինյանի առաջարկները գնահատում ենք անհարկի եւ դժվար իրագործելի, մեջբերման ավարտ։
ու մինչ հայաստանյան պաշտոնական առաջարկները որակվում են անիրագործելի, մենք կրկին նոր առաջարկներ ենք անում։ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ, հայտնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, այս մասին Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեջբերում իր խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ, մեջբերման ավարտ։ Ավելի վաղ Փաշինյանը Facebook-յան իր էջում նաև գրել էր, որ հանձնարարականներ եմ տալիս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, հանձնարարականը հստակ է, մեջբերում են վարչապետին, հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի, գրել է վարչապետը։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետը ընդգծեց, որ հակակոռուպցիոն կոմիտեի, այդ թվում քննչական կոմիտեի աշխատանքի վերաբերյալ կարևոր է, որ ունենանք ելքի մասին որոշակի պատկերացումներ։ Ինչի մասին է խոսքը, վարչապետն է պարզաբանում։ Լրատվական ուղեկցությամբ քրեական գործը հարուցվել է, հիմա մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք այդ քրեական գործը, որ տենց լրատվականների առաջին էջերում էր, բա ինչ եղավ եւ ստանում ենք մի կարճ տեղեկանք, նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է։ Դե բարեկամներ, մենք էլ ենք հենց դա ասում, ավելին, ոչ միայն մենք մեր խմբագրականով, այլև ժողովուրդն էլ է դա ասում, բայց խնդիրը նրանում է, որ մոտավորապես 7 տարի մենք նույն բանն ենք տեսնում եւ լսում, այլ խնդիրը այն է, որ տարբեր պաշտոնյաներ փոխվում են, անուններ են փոխվում, բայց արդյունքը մնում է անփոփոխ։ Ոնց տարիներ առաջ հայտնի մարդկանց անուններ էին հնչում եթերներում եւ ունեցվածքի մասին տարբեր վանկարկումներ էին անում, այնպես էլ մեր օրերում հնչում են այդ մեղադրանքները։ Էլի եմ ասում, դա ընդհանրապես անթույլատրելի է, որ կարա լինի դեպք, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու մեկ էլ այդ քրեական գործի մասին հիշենք 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 տարի հետո, ասենք, բա ինչ եղավ այդ գործը եւ պարզվի, որ այդ գործի նախաքննությունը շարունակվում է։ Չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է հենց այդպես է լինելու է։ Իդեպ ոչ, ես չեմ չարախնդում, այլ հակառակը, ես իրապես ցավում եմ, որ մենք տարիներ շարունակ նույն շրջապտույտի մեջ ենք։ Այո, որոշ մարզերում, որոշ հողեր վերադարձվել են համայնքին, ինչ խոսք, պետք է փաստենք դա, չգիտեմ, որ գյուղում ապօրինի սեփականաշնորհված արոտավայրը ետ է վերադարձվել համայնքին, եւս եղել են նման դեպքեր, ինչ որ մի մայրուղու ապօրինի կառուցապատում քանդել են կամ պետականացրել են, պետության են վերադարձրել, եղել են, ինչ խոսք, բայց այն հիմնական ու բոլորիս հայտնի մարդկանց հասցեներին տարիներ շարունակ հնչած մեղադրանքները վերջնական ու իրավական գնահատականներ չեն ունեցել եւ այդպես էլ մնում են, ինչպես ժողովուրդն է ասում, օդում կախված։ Բայց բարեկամներ, մյուս կողմից իրական Հայաստանի մասին է խոսվել։ Խոսվել է տարբեր հարթակներում, դե հենց սա էլ իրական Հայաստանն է, որտեղ մի հայացքի համար դանակը կարող են մխրճել բառից բուն իմաստով սիրտդ։ Խոսքը Լոռիում տեղի ունեցած ահավոր դեպքի մասին էր, որի զոհն էր դարձել 17-ամյա մի երիտասարդ։ Դա էլ է իրական Հայաստան, չէ՞։ Ես կասեի, դա հենց ամենաիրական Հայաստանն է, որի մասին մենք հաճախ մտահոգվում ենք, որտեղ սերն ու ատելությունը քայլում են ձեռք-ձեռքի բռնած։ Վարչապետի խոսքերով իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալ կերպ է առաջարկվում, որ ապագայի մասին մեր պատկերացումները պետք է փոխվեն։ Հնարավորությունը այսօր է եւ հիմա, նույնիսկ եթե այսօր այդ հնարավորությունները չկան, պետք է աշխատենք այդ հնարավորությունները բացելու վրա։ Հանդիպման ժամանակ ասել է վարչապետը իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի մասին քննարկման ժամանակ։ Խոսենք այլ թեմաների մասին եւս, Հայաստանում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար եւ Rasmussen Global միջազգային կազմակերպության նախագահ Անդերս ֆոն Ռասմուսենը։ Rasmussen Global միջազգային կազմակերպությունը օգնում է Հայաստանին բազմազանեցնել իր միջազգային կապերը, հայտարարում է Հայաստանում պարոն Ռասմուսենը, նա իդեպ Իջևանում էր եւ լրագրողների հետ ասուլիսի ընթացքում մի շարք հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց։ Ռասմուսենի խոսքով նա Հայաստան է այցելել 3 հիմնական ուղերձով։ Առաջին ուղերձը հետեւյալն է, ասում է Ռասմուսենը. մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում
Ես ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ վարչապետ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել համաձայնելով այս համաձայնագրին։ Այժմ գնդակը Ադրբեջանի դաշտում է եւ ցանկանում եմ, որ Բաքուն հնարավորինս արագ ստորագրի համաձայնագիրը։ Երկրորդ ուղերձը այն է, որ ավելի ուժեղ լինեն Հայաստան-Եվրոմիություն կապերը։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ծիլ է, որը աճում է շատ բարդ պայմաններում։ Ահա թե ինչու եմ ուզում, որ Եվրոմիությունը ուժեղացնի իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը։ Երրորդ ուղերձս ես օժանդակում եմ վարչապետ Փաշինյանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Եթե այն իրականացվի, ապա կօժանդակի առևտրային հարաբերությունների զարգացմանը ամբողջ Կովկասում։ Ահա թե ինչու եմ ես ուզում, որ Եվրոմիությունը ֆինանսապես օժանդակի ենթակառուցվածքների կառուցմանը, որովհետև Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան կապը կնպաստի ոչ միայն խաղաղությանը, այլև տարածաշրջանի բարգավաճմանը, ասել է ՆԱՏՕ-ի նախին գլխավոր քարտուղար Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս ֆոն Ռասմուսսենը։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին դատապարտել է Չինաստանի թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով 4 կանադացիների մահապատժի ենթարկելու համար։ Արտգործնախարարը հայտնել է, որ այդ մարդիկ ունեին Կանադայի եւ Չինաստանի երկքաղաքացիություն։ Նախարարը միայն ասել է, որ մահապատժի են ենթարկվել 4 կանադացի։ Նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել, միայն հավելելով, որ այդ մարդկանց մեղադրել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար։ Ժոլին հավելել է, որ անձամբ մի քանի ամիս հետևել է դատապարտյալների ճակատագրին։ Արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ ինքը եւ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն անձամբ խնդրել են Չինաստանի իշխանություններին ներողամտություն ցուցաբերել այդ մարդկանց նկատմամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական իր ցանցում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մոտ 1 ժամ հեռախոսազրույց է ունեցել, որի մեծ մասը վերաբերել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ իր հերթին տեղեկացրել է, որ ինքը եւ ԱՄՆ նախագահը բանակցությունների ընթացքում քննարկել են Ռուսաստանի հետ էներգետիկ հարվածների դադարեցման հարցը։ Նա հայտնել է, որ Ուկրաինան կպատրաստի այն օբյեկտների ցանկը, որոնք կարող են ներառվել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված մասնակի հրադադարի շրջանակներում։ Այդ ցանկում ըստ նրա կարող են ընդգրկվել ոչ միայն էներգետիկ օբյեկտները, այլ նաև երկաթուղային եւ նավահանգստային ենթակառուցվածքները։ Զելենսկին նշել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցը հավանաբար վերջին շրջանի իր ամենաբովանդակալից զրույցն է եղել։ Կիևը եւս մի քանի ամերիկյան F-16 կործանիչ է ստացել արևմտյան գործընկերներից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Լրացուցիչ F-16-երը ժամանել են Ուկրաինա եւ դա լավ նորություն է, նշել է Զելենսկին, սակայն հրաժարվել է այլ մանրամասնություններ հայտնել։ Մեր հարգարժան գործընկեր դերասան Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեխրիկյանի հոգեհանգիստը տեղի ունենալու վաղը ժամը երեկոյան 6-ից 8-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը մարտի 22-ին ժամը 11-ից 1-ը նույն վայրից։ 60-ամյա դերասանի մահվան լուրը Դերասանների միությունը տարածել էր մարտի 18-ին։ Դեխտրիկյանը տևական ժամանակ ինչ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Նոր Հայաստան հեռուստաընկերությունը իր վշտակցությունն է հայտնում պարոն Դեխտրիկյանի ընտանիքի անդամներին։ Թողարկումը սկսենք ԱՊԱ տեղեկատվությունից, որ տարածում է Ադրբեջանը։ Ադրբեջանը արդեն որերորդ օրն է շարունակում է իր ԱՊԱ տեղեկատվական արշավը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներին տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Այս մեղադրանքների ֆոնին, որոնք արդեն ինչպես ասացի մի քանի օր է ինչ շարունակվում են, առաջին անգամ լրագրողների ներկայությամբ մեկնաբանում է իրողությունը Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարը նշում է, որ չի կարող գնահատական տալ, թե ինչու են տարածվում նման տեղեկությունները, սակայն եւս մեկ անգամ ընդգծում է, որ Հայաստանը պատրաստ է փաստերի դեպքում ուսումնասիրել եւ հետաքննել դրանք։ Նկարները չեն կարող ցույց տալ
գնդակների կրակելու չկրակելու մասին։ Դրա համար պետք են տեսագրություններ։ Իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են։ Մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Ինչի մասին խոսենք, չեղած բանի ինչ է ապացուցեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ընդունել է Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրին, նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է համաձայնագիրը ստորագրելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման։ Քննարկվել է նաև Հայաստան-Եվրոմիություն համագործակցության հարցերը, Եվրոմիության օժանդակությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացակարգին վերաբերող մի շարք հարցեր ևս։ Իդեպ վարչապետ Փաշինյանը Facebook-յան մեկ այլ գրառմամբ ևս հանդես է եկել։ Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռք բերված գույք Կոտայքի մարզի Արինջ համայնքում գտնվող 926.61 հարյուրորդական քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տան նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Շուկայականին մոտարկված արժեքը 114 միլիոն դրամ։ Այս մասին հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո գրել է վարչապետ Փաշինյանը։ Իդեպ այսօր բացվեց հայ-թուրքական սահմանի մարգարայի անցակետը, բայց բացվեց շատ կարճ ժամանակով, որպեսզի Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով դեպի Սիրիա։ Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկից առնվազն 4 բեռնատար ուղևորվեցին դեպի հայ-թուրքական սահմանի մարգարայի անցակետ, որտեղից էլ ուղղություն վերցրեցին դեպի Սիրիա։ Մարդասիրական օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, նաև առաջին անհրաժեշտության այլ իրեր։ Ընթանանք առաջ, այն, որ հանրությունը մտահոգվում է ադրբեջանական կողմից սահմանին կրակոցների վերաբերյալ հայտարարությունների պատճառով, դա նաև ինձ է, բոլորիս է մտահոգում։ Այս մասին լրագրողներին ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այնինչ, որ դուք նշում եք, որ հանրությունը մտահոգվում է ադրբեջանական կողմից նմանօրինակ հայտարարությունների պատճառով, դա նաև ինձ եւ մեզ բոլորիս է մտահոգում։ Ինչու, որովհետեւ մենք ակնկալում ենք շարունակել մեր երկխոսությունը կառուցողական մթնոլորտում եւ հասնենք մեր վերջնանպատակին, այն է կառուցել երկարատև երկարաժամկետ խաղաղություն այս տարածաշրջանում։ Եվ համարում ենք, որ նաև դրա համար կան բավարար հիմքեր այն իմաստով, որ երկու կողմն էլ փաստացի հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի նախագծի հետ կապված աշխատանքները այլևս ավարտված են։ Այս իմաստով պետք է ասեմ, որ Հայաստանը հետևողականորեն այս աշխատանքը առաջ է տանելու, իրենից կախված ամեն բան անելու է, որպեսզի իրավիճակը շարունակի մնալ կայուն, եւ մենք մեր դիրքավորմամբ նաեւ միջազգային հանրության մոտ այդ ընկալումը, հստակ ընկալումը կա, որ Հայաստանը խիստ կառուցողական է դիրքավորված այս համատեքստում եւս։ Այս իմաստով հայկական կողմը ի պատասխան նաեւ այն հարցին, որ կա նման մտահոգություն, կարծում եմ թե վարչապետի աշխատակազմի, թե հենց ինքնին վարչապետի մակարդակով արվում են գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարություններ, որոնք միտված են իրապես բացահայտելու արդյոք որքանով են հավաստի տվյալ տեղեկատվությունները, այսինքն հայկական կողմը իր հստակ կամքը եւ պատրաստակամությունն է հայտնում, եւ սա միջազգային հանրությունը ակնհայտորեն արձանագրում է։ Այս իմաստով ես կարծում եմ, որ հանրությունը անհանգստանալու պատճառ չունի։ Առավելագույնը արվում է թե արտաքին գործերի նախարարության եւ թե համապատասխան պետական ներողություն պետական ինստիտուտների մակարդակով։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մտահոգիչ է համարում բնակարանային եւ մեքենաների մասերի գողության դեպքերը։ Ըստ նախարարի դեռևս անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը հանցավոր գործունեության կանխարգելման բացահայտման ուղղությամբ։ Իրականում ինձ համար եւս մտահոգիչ են այդ դեպքերը, որովհետեւ մենք պրակտիկայում արձանագրում ենք, որ տարբեր խմբեր են գործում շատ հաճախ, ընդ որում վերջերս մենք նույնիսկ բացահայտել ենք մի բնակարանային գողություններով անցնող խմբի, որը որ ոչ միայն օրինակ Կոտայքի մարզում է իրականացրել գողություններ, այլ Երևանում, այլ մարզերում, այսինքն կան նաև ձևավորված պրոֆեսիոնալ խմբեր, որոնք ժողովուրդ, հիմա եթե ամեն հարցի մեջ ինչ-որ նոր շերտեր բացեք, ես ոչ մեկի հարցին չեմ կարողանալու պատասխանել։ Խմբի մասով արդեն իսկ ունենք բացահայտում, այսինքն այն բոլոր դեպքերը, որոնք տարբեր մարզերում չբացահայտված էին մինչև այս պահը, խմբերի կոնկրետ բացահայտման արդյունքում այս բոլոր դեպքերը համարում ենք բացահայտված։ Բայց բնականաբար կարիք կա շարունակելու այս ուղղությամբ աշխատանքը, որովհետև մենք նկատում ենք, որ շատ հաճախ հանցանք կատարած անձինք օգտագործում են նաև ընդհանուր ենթակառուցվածքային պայմանները, լուսավորության հետ կապված տարբեր հարցերն են դիտարկում, որպեսզի հասկանան, թե որ տեսադաշտից մոտենան տվյալ օրինակ տրանսպորտային միջոցին, որ դեպքում իրենք չեն տեսանկարահանվի առավելապես, շատ հաճախ օգտագործում են նաև իրենց հագուստը, որպեսզի կարողանան նույնիսկ տեսախցիկի առկայության պայմաններում քողարկել իրենց դեպքը, որը թեև օրինակ քաղաքացին կարող է նշել, որ այ տեսախցիկը կա, անձը երևում է, բայց մենք չենք կարողանում նույնականացնել տվյալ անձին։ Սրանք իհարկե կներեք, սրանք իհարկե մտահոգիչ դեպքեր են, որոնք կարիք կա հետևողականորեն աշխատելու։ Այս տարի արդեն բնակարանային գողությունների բացահայտման առումով այս մի քանի ամիսների ընթացքում աճ ունենք բացահայտման առումով։ Եթե կոնկրետ թվերն են հետաքրքրում, կարող եք հարցում ուղարկել նախարարություն, պատշաճ կերպով բոլոր թվական տվյալները ներգրավի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել Դաշնային կրթության նախարարությունը վերացնելու մասին։ Հրամանագրով նախատեսվում է կրթության հետ կապված քաղաքականությունն ամբողջովին հանձնել նահանգներին եւ տեղական խորհուրդներին։ Մենք կրթությունը կվերադարձնենք այնտեղ, որտեղ դրա տեղն է, ասել է Թրամփը Սպիտակ տան արևելյան սենյակում հրամանագիրը ստորագրելու արարողությանը, որին ներկա են եղել նաեւ աշակերտներ, խորհրդանշական կերպով իրենք էլ ստորագրել են հրամանագրեր։ Մարտի 20-ին ստորագրված հրամանագիրը առաջին քայլն է նախարարությունը ցրելու ուղղությամբ։ Հարցը դեռ պետք է քվեարկության դրվի կոնգրեսում։ Սպիտակ տունը պնդում է, որ կրթության նախարարությունը գումարի կորուստ է եւ որ գերատեսչությունում արված տրիլիոնավոր դոլարի ներդրումները իրենց չեն արդարացրել։ Ամերիկացիները եւ մյուս թշնամիները պետք է իմանան, որ եթե որևէ հիմարություն անեն Իրանի ժողովրդի նկատմամբ, ապա կստանան դաժան ապտակ։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Մենք աջակցում ենք բոլորին, ովքեր պաշտպանում են Պաղեստինը։ Մեզ սպառնացողները թող իմանան, որ մենք պատերազմ չենք սկսում, բայց ով փորձի մեզ վնասել, ծանր հարվածներ կստանա։ Նախորդին հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ներառում է երկամսյա վերջնաժամկետ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար։ Պարզ չէ, երկամսյա ժամկետը սկսվել է նամակի առաքման պահից, թե կսկսվի բանակցությունների մեկնարկից հետո, բայց եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը եւ չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան։ Իրանի միջուկային ծրագիրն առաջընթաց է ապրել վերջին 4 տարիների ընթացքում եւ երկիրն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելուն։ Անցյալ շաբաթ Խամենեին Թրամփի նամակն ու բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկը որակել է խաբեություն, որը միայն կոչված է ստեղծելու տպավորություն, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից։ Խամենեին ասել է, որ չի աջակցում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, սակայն մի քանի ժամ անց ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարություն է տարածել եւ չի բացառել Իրանի եւ ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերսկսված ռազմական գործողությունների 4 օրվա ընթացքում ըստ վերջին տվյալների զոհվել է 591 մարդ, վիրավորվել 1042-ը։ Գազայի հատվածում ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակները հայտնել են, որ մարտի 18-ից ի վեր անկլավում սպանվել է ավելի քան 200 պաղեստինցի երեխա։ Տեղեկությունների համաձայն Գազայի հատվածում զոհված երեխաների, կանանց եւ տարեցների թիվը կազմել է զոհերի ընդհանուր թվի 70%-ը։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգ
զորացման գրասենյակը հայտարարել է, որ Պաղեստինյան անկլավում իրավիճակը աղետալի է, իսկ բնակչությունը տառապում է սարսափելի պայմաններում։ Պաղեստինյան Համաս շարժումը արաբներին եւ մուսուլմաններին կոչ է արել շտապ գործողություններ ձեռնարկել Գազայի վրա ագրեսիան դադարեցնելու համար։